Ողջույն իմ սիրելի հետևորդներ, ուզում եմ ձեր հետ հավաքել այս տորթիկը, ուրեմն թխել եմ 20 տրամագծով, 6 ձվով բիսկվիտ ու բաժանել եմ մասերի, 5 մասի եմ բաժանել, 1.5 սանտիմետր բարձրությամբ, յուրաքանչյուր բիսկվիթի շերտ թրջում եմ օշարակով և միացնում եմ կրեմով, կրեմը պատրաստել եմ խտացրած կաթ, կարագ և մի քիչ էլ եփովի կրեմ, շերտերի արանքում ինչպես տեսաք դնում եմ բանանի շերտեր, նախընտրեցինք բանանը, ուրեմն ամբողջ շերտերն իրար միացնելուց հետո ընդհանուր պատում եմ խտացրած կաթ ու կարագի կրեմով և տեղափոխում եմ սառնարան, սառելուց հետո որպեսզի հեշտ լինի, տունը բավականին շոգ է, խոհանոցում ավելի շոգ էր, մի խոսքով վերջնական շերտը պետք է ձևավորեմ սերուցքով, վերցրել եմ հալթա սերուցքը 33%-անոց, լավ հարել եմ, պնդացել եմ, ավելացրել եմ մի փոքր խտացրած կաթ, մի փոքր եփած մեղր և բավականին լավ կրեմ է ստացվում ու շատ համեղ, հիմա պետք է վրան ձևավորեմ վաֆլե նկարներով, նկարները յուրաքանչյուր նկարը տեղադրում եմ մի փոքր բացած մաստիկայի վրա թրջելով և փակցնում եմ վաֆլին, վերջում նիտրալնի գելով փայլ եմ տալիս և շատ հեշտությամբ ամրացնում եմ սերուցքի վրա, տորթի վրա, մենք այս նկարները նախընտրեցինք, այս պահին տղաս դարբին է և որոշեցինք զոդողի նկարներ տեղադրել տորթի վրա, որ թեմատիկ տորթ ստացվի, վաֆլին արդեն տպած ունեինք ու չգիտեինք, որ այս ընթացքում հնարավոր է ես վատառողջ լինեմ, մի խոսքով տորթի հարթեցման համար ժամանակ չեմ ծախսել, կրեմը հաստ չեմ ուզել քսել, որպեսզի հավեսով ուտենք և տորթի վրա աշխատել եմ համարյա 20 րոպե, այստեղ նույնիսկ եզրերի ձևավորումը արած չի, սիրելիներս այլ տորթերի նկարներ, հղումներ կդնեմ այս տեսանյութի ներքևում, կարող եք անցնել հղումով դիտել, իսկ մենք կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։